Երբևէ մտածել եք ինչն է ստիպում ձեզ կանգ առնել ու 60 վայրկյանանոց մի տեսանյութ մինչև վերջ նայել։ Դե ասեմ ձեզ, դա պատահականություն չէ, այլ մաքուր հոգեբանություն։ Այսօր մենք կտոր-կտորեն կանելու հենց այդպիսի մի հզոր սցենար, որը հասկանանք ոնց է այն մեր ուշադրությունը կառավարում։ Գնացինք։ Լսեք էս տողը։ Սա ուղղակի նախադասություն չէ։ Սա շատ խնամքով լարված հոգեբանական թակարդ է։ Այն խաղում է մեր ամենախորքային վախերից մեկի, ինչ որ կարևոր բան բաց թողնելու վախի վրա։ Բայց ոնց է դա անում ընդամենը մի քանի բառով։ Պատասխանը գիտեք, մեր ուղեղի մեջ է։ Մի արտահայտությունը կարող է վայրկյանների ընթացքում ջարդել մեր անվերջ սկրոլ անելու սովորությունը, միացնելով մի քանի շատ հզոր հոգեբանական լծակներ։ Եկեք առաջինը նայենք։ Դե ինչ, ամեն ինչ սկսվում է խթանից կամ ինչպես ասում են, հուքից։ Այս սցենարը խաղում է երկու շատ հզոր զգացմունքի վրա՝ հրատապություն եւ կորցնելու վախ։ Գիտեք, հոգեբանորեն մի բան կորցնելու ցավը շատ ավելի ուժեղ է, քան մի բան ձեռք բերելու հաճույքը։ Հենց դա է պատճառը, որ դու կորցնում ես արտահայտությունը, միանգամից մեղում է մեզ էկրանին։ Մի պահ պատկերացրեք։ Դուք սկրոլ եք անում, ձեր ուղեղը կարելի է ասել ավտոպիլոտի վրա է, ու հանկարծ բում, դու կորցնում ես քո ապագան։ Այս խոսքերը կայծակի պես խփում են, կոտրում են ձեր սովորական վարքագիծն ու ստիպում, որ միանգամից կենտրոնանաք։ Ուշադրությունը գրավելուց անմիջապես հետո սցենարը կարծես մոտենում ու ձեր ականջին շշնջում է «սա գաղտնիք է»։ Ասելով, որ դպրոցը սա ձեզ երբեք չի սովորեցրել, ինք իրեն դարձնում է արգելված գիտելիքի մի աղբյուր։ Իսկ մենք եկեք ընդունենք, բոլորս էլ ուզում ենք իմանալ, թե ինչ է թաքնված վարագույրի հետևում։ Լավ, ձեր ուշադրությունն արդեն իրենց ձեռքում է, հաջորդ քայլը որն է։ Վստահություն շահելը։ Իսկ դրա ամենաարագ ճանապարհը գիտեք որն է։ Ընդհանուր թշնամի գտնելը։ Ու այս քայլը պետք է ասեմ ուղղակի հանճարեղ է։ Սցենարը միանգամից ստեղծում է շատ հստակ թշնամի՝ ավանդական կրթական համակարգը։ Այն մեզ ասում է, որ համակարգը մեզ սովորեցրել է անգիր անել, բայց ոչ մտածել, գրել, բայց ոչ հաղթել։ Ու այս մեղադրանքը շատերիս մեջ արթնացնում է շատ ծանոթ մի հիասթափություն, ստեղծելով ակնթարթային կապ։ Ու հենց այդ պահին դուք ու հեղինակը հայտնվում եք նույն թիմում, նա էլ ուղակի ինչ-որ մեկը չէ էկրանին, նա ձեր դաշնակիցն է ընդհանուր թշնամու այս հնացած համակարգի դեմ պայքարում։ Սա վայրկյանական վստահություն է ստեղծում։ Ընդհանուր թշնամուն գտանք, հիմա սցենարը էլ ավելի է խորացնում բաժանումը։ Այն աշխարհը բաժանում է երկու մասի՝ մենք ու նրանք։ Ու իհարկե դուք ուզելու եք լինել հաղթողների կողմում, այդպես չէ՞։ Ահա եւ կախարդական բանաձևը։ Սցենարը շատ հստակ գիծ է քաշում։ Կան հաջողակներ, որոնք գիտեն գաղտնիքը, եւ կա մնացածը այդ անտեղյակ մեծամասնությունը։ Ու ձեր ներսում մի ձայն սկսում է բղավել. «Ես չեմ ուզում լինել մեծամասնության պես, ես ուզում եմ իմանալ»։ Այս շատ հզոր տեխնիկան անուն էլ ունի՝ տեղեկատվական բացի տեսություն։ Պատկերացրեք, ձեր ուղեղը ուղակի ատում է անավարտ պատմությունները։ Սցենարը բացում է մի գաղտնի արկղ, բայց ցույց չի տալիս, թե մեջի ինչ կա։ Ու ձեր ուղեղը հանգիստ չի նստի, մինչև չիմանա պատասխանը։ Լավ, խնդիրը ստեղծվեց, թշնամին նշանակվեց, գաղտնիքն էլ տրվեց սեղանին։ Սցենարը ձեզ հասցրել է լարվածության գագաթնակետին, ու հենց այդ պահին, երբ դուք պատրաստ եք ամեն ինչի, այն ձեզ առաջարկում է փրկողակ, մի խոստում։ Այս մի նախադասությամբ հեղինակի դերը լրիվ փոխվում է։ Նա արդեն ուղակի տեղեկատվություն հաղորդող չէ, նա ձեր ուղեցույցն է, ձեր մենթորը։ Նրա ձեռքին այն քարտեզն է, որը դուք փնտրում էիք, ու նա պատրաստ է ձեզ տալ։ Ու հիմա գլխավոր պահը՝ բոլոր խթանները, բոլոր զգացմունքները, բոլոր խոստումները կառուցվել են հենց այս պահի համար։ Վերջնական քայլը՝ գործողության կոչը, որը պետք է այսպես ասած գործարքը փակի։ Տեսեք, թե սա ինչքան խելացի է արված։ Գործողության կոչը ուղակի բաժանորդագրվիր չէ, ոչ։ Սա ընտրությունը երկու ճանապարհի միջև՝ մնալ սովորականների շարքում, թե դառնալ ուժեղ։ Բաժանորդագրվելու կոչակը հանկարծ դառնում է ձեր ինքնության մասին մի հայտարարություն։ Վերջին վայրկյաններին ամեն ինչ միավորվում է։ Գաղտնի գիտելիք, նոր ինքնություն, կյանքը փոխող տեղեկություն։ Ու այս ամենը ստանալու համար կա միայն մի ճանապարհ՝ սեղմել կոճակը։ Ոչ թե վաղը, ոչ թե մի ժամից, այլ հենց հիմա։ Եվ վերջում, հանճարեղ վերջին հարվածը։ Այս արտահայտությունը ձեր տրամաբանական որոշումը վերածում է ճակատագրական պահի։ Դուք այստեղ պատահական չեք հայտնվել։ Դուք պետք է լսեիք սա։ Ու սա արդեն վերջնականապես կնքում է գործարքը։
Ահա լիպուն 5 քայլից բաղկացած բանաձևը։ Սկսիր հզոր խթանով, որ կոտրես սկրոլը։ Ստեղծիր ընդհանուր թշնամի, որ վստահություն շահես։ Ստեղծիր տեղեկատվական բաց, մենք ընդդեմ նրանց։ Խոստացիր բացառիկ գաղտնի գիտելիք ու վերջում գործողությունը կապիր հենց ինքնության հետ։ Սա ուղղակի սցենար չէ, սա հոգեբանական ազդեցության կատարյալ ինժեներիա է։ Եվ վերջում եկեք մի բանի մասին մտածենք։ Սցենարը խոստանում է սովորեցնել, թե ինչպես լինել լավագույնը, երբ բոլորը քնած են։ Սա ուղղակի գրավիչ խոսք չէ։ Այն մեր ժամանակակից հաջողության սահմանումն է, այնպես չէ՞։ Անդադար աշխատանք, անվերջ մրցակցություն։ Ուրեմն հարց. արդյոք սա այն գինն է, որը մենք պատրաստ ենք վճարել հաջողության համար։